Բարեկամներ, ողջույն։ Մոսկվայից մեկնաբանել են հայ-ռուսական հարաբերությունները, այն էլ բավականին բարձր մակարդակով։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված տարբեր հարցերում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին տեղեկությունները։ Օրվա հերոսուհին Մարիա Զախարովան է, ում խոսքով Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում եւ հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Պաշտոնյան նաև հավելել է, թե նման վարքագիծը հատուկ է արևմտյան երկրներին։ Զախարովան վստահեցնում է, որ Ռուսաստանը միշտ եղել է եւ մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը ու միշտ էլ անհապաղ օգնության է հասնում այդ երկրին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հիշեցրել է, որ օրինակ 2024 թվականի հունիս ամսին ռուս մասնագետները վերականգնել են Հայաստանի հյուսիսում ջրեղեղից վնասված երկաթուղին։ Իհարկե, բարեկամներ, Տիկին Զախարովան լավ կլիներ մեկնաբաներ, թե ռուսական բյուջեից կամ ռուսական բիզնեսի փողերից քանի մեդիա է աշխատում Հայաստանի դեմ, ինչ բառամթերք է հնչում ռուսական ալիքների եթերում Հայաստանի հասցեին, գործող իշխանության, թե այդքան հարգում են Հայաստանի ընտրությունը կամ հայ ժողովրդի կատարած ընտրությունը, ինչու է այդ բառամթերքը հնչում այդ հայտնի պրոպագանդիստների շուրթերից, բայց դա ուրիշ պատմություն է, ու հետաքրքիր է, թե այդ մեդիաներից քանիսն են անգամ որոշ մասնաճյուղեր հիմնել Երևանում եւ առավոտից երեկո թունավորում են տեղեկատվական դաշտը։ Լավ կլիներ Զախարովան դրա մասին եւս խոսեր, ու այս պատմության մեջ զավեշտալին նաեւ այն է, որ խոսքի ազատություն չունեցող երկրում, որտեղ get 1 օրինակի համար get 1 այլախոհ հեռուստաալի կամ ռադիոկայան չկա, մեկն էր այսպես կոչված Վենեդիկտովի Էխո Մոսկվի կոչող ռադիոկայանը, որը բառացիորեն մեկ օրում փակեցին, իսկ Դոժդի խմբագրությունը փախավ ուղղակի երկրին, որ հանգարց ուրիշ բաներ չլինի, այդ խոսքի ազատություն չունեցող երկրում առցանց մեդիաներ են հիմնվում Հայաստանի դեմ աշխատանքի համար եւ դրանց մի քանիսն էլ անգամ Հայաստանի տարածքում են գործում։ Դա լավ կլիներ նա պարզաբաներ, բայց կարծում եմ դրա առիթները հետո կլինեն։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունների մասին շատ են խոսվում անգամ վերջին քաղաքական իրադարձությունների ֆոնին, Հայաստանում անգամ կլոր սեղաններ գումարվել եւ մասնագետները փորձում էին հասկանալ, հաշվարկել վերջը այս ամենը ուր է տանելու։ Ինչպիսին են Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները այսօր։ Արդյոք դրանցում ցուցաբերվում են դրական զարգացման միտումներ։ Կմնան դրանք դաշնակցային ձևաչափում, թե կենթարկվեն վերափոխման։ Սրանք այն հարցերն են, որոնք Հայաստանում ապրող շատ քաղաքացիներ արդարացիորեն տալիս են։ Խնդիրը առավել սուր է դրված նաև այն պատճառով, որ տասնամյակներ շարունակ կամ գուցե դարեր շարունակ, նայած որտեղից են քաշվում, Ռուսաստանը ներկայացվել է որպես հայկական պետականության երաշխավոր եւ պրոպագանդան բառացիորեն ասում էր հետեւյալը. ռուսները գնացին կորացենք։ Անգամ մարդիկ կան, ես էլ եմ ճանաչում, ովքեր հենց այդպես են ասում, որքանով է այդ թեզը կեղծ, որքանով է իրական, դա էլի բոլորովին այլ հարց է, բայց փաստը մնում է փաստ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մեղմ ասած էլ առաջվանը չեն։ Հիմա ընդհանուր համատեքստը հետեւյալն է. ռուս-հայկական հարաբերությունները գնալով լարվում են, սակայն Հայաստանը շարունակում է մեծապես կախված լինել Ռուսաստանից էներգետիկայի, առևտրի, տարբեր ոլորտներում եւ ձևականորեն մնում է անգամ ռազմական դաշնակիցը։ Միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հանրային աջակցությունը ակնհայտ է։ Փաշինյանը եւ Պուտինը խուսափում են փոխադարձ քննադատություններից եւ անձնական հանդիպումների ժամանակ շատ են խոսում գործընկերության զարգացման մասին, սակայն մյուս ռուս պաշտոնյաները խոսում են ավելի քիչ դիվանագիտորեն, զգուշացնելով Հայաստանին Ռուսաստանի Դաշնության նկատմամբ անբարյացակամ քայլերի հետևանքների մասին։ Մյուս կողմից Հայաստանի կառավարության պաշտոնյաներն էլ նրանց շրջապատող լրատվականները, նրանց թիմակիցները իրենց ելույթներում հակառուսական հռետորաբանության մեծ չափաբաժին են օգտագործում, սակայն նորից ենք ասում, որ Փաշինյանը եւ Պուտինը ջերմ հարաբերություններ գոնե տեսական առումով պահպանում են, պաշտոնական այցեր, այդ ամենը տեսնելով բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում։
Արևմուտքի ուղղությամբ սակայն Հայաստանի թեքվելը նույնպես լուրջ մտահոգություն է առաջացնում որոշ հարթակներում եւ ոչ միայն ներհայաստանում, այլ Հայաստանից դուրս, օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս ուղղությամբ յուրաքանչյուր լուրջ քայլից առաջ հայ պաշտոնյաները նախապատրաստական աշխատանքներ են տանում Իրանի հետ։ Օրինակ, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ փորձում են այցելել Թեհրան, տարածաշրջանում արևմուտքի ազդեցության ուժեղացման վերաբերյալ իրավական վախերը հանդարտացնելու համար եւ ոչ միայն։ Մոսկվան սակայն շատ զուսպ է վերաբերում այս գործընթացներին։ Մոսկվայի զսպվածության պատճառը բնավել այն չէ, որ նա որոշել է հաշտվել նոր իրականության հետ կամ արդարացված է համարում Հայաստանի Հանրապետության դժգոհությունը Ղարաբաղը կորցնելու ժամանակ իրեն չաջակցելու պատրաստակամության համար։ Բնավել ոչ։ Դա այն պատճառով է, որ Ուկրաինայում պատերազմը ավելի ու ավելի շեղում է Ռուսաստանի ուշադրությունը տարածաշրջանից, հարևաններից եւ դաշնակիցներից։ Իսկ ազդեցիկ ուժերը, օգտվելով Հայաստանի Հանրապետության Ռուսաստանից նեղացած լինելու հանգամանքներից, առաջարկում են իրենց ծառայությունները կամ այլընտրանքը, ոնց ուզում եք գնահատեք ու դրանից պետք չի վախենալ, որովհետեւ այդ ամենը մեկ բառով կոչվում է քաղաքականություն, որը մենք կարծես այդպես էլ չենք սերտում։ Միևնույն ժամանակ, բարեկամներ, Հայաստանի իշխանությունները շատ լավ էլ գիտակցում են այն վտանգներն ու ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի ազդեցության ոլորտից միանգամից դուրս գալու հետևանքով։ Հրապարակային հայտարարություններում Հայաստանի ղեկավարությունը շարունակում է խոսել բազմավեկտոր արտաքին քաղաքականության եւ բոլոր համաշխարհային ուժերի կենտրոնների հետ հարաբերությունների զարգացման մասին։ Սակայն գործնականում նրանք խոսում են արևմուտքի հետ կապերի աստիճանական խորացման մասին, սպասելով նոր դաշնակցային հարաբերությունների ֆորմալացման համար հարմար պահի նոր, ինչպես ասում են, կտրեն թելերը։ Ինչպես եւ քիչ առաջ էի ասում, դա եւս շատ տրամաբանական է, որովհետեւ ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, մի կտրի այն ծառի ճյուղը, որի վրա նստած ես։ Իհարկե մնում է հասկանալ, թե ինչու ենք մենք հենց այդ ճյուղի վրա նստած ու դարերով այդ ճյուղից այդպես էլ չենք իջնում, բայց դրան եւս չեմ անդրադառնա, որովհետեւ դա մեզ էլի տանելու է գցելու է նախկիններ, ներկաներ, այդ ծուղակի մեջ ենք մնալու, որից այդպես էլ ազգովի դուրս չենք գալիս։ Եվ որպես մտորումներիս վերջաբան կրկին երևի ժողովրդական իմաստության մի հատված ցիտեմ, որը կարծում լավ ամփոփում կլինի։ Ժողովուրդը ասում է խելոք գառը երկու մոր կաթ է ուտում։ Առաջարկում եմ մտածել այդ ուղղությամբ։